Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ միջազգայնագետ Գեորգի Թումասյանի հետ։ Ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Թումասյան։ Բարև ձեզ։ Պարոն Թումասյան, որպես միջազգայնագետ, Մոսկվայի հայտարարությունները, դիրքորոշումները ինչպես եք մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական հերթական ընտրություններից հետո։ Ռուսաստանը ակնհայտորեն մի կողմից դժգոհ է արդյունքներից, որովհետև ուրիշ բաներ ակնկալում իր գործակալական ցանցի միջոցով, նաև արտաքին ճնշումների հետևանքով։ Բացի դրանից, մյուս կողմից Ռուսաստանը փորձում է հիմա այնպիսի քաղաքականություն ձևավորել, որ կարողանա ել ավելի մեծ արդյունքների հասնել։ Այդ նպատակով դեռ պարզ չէ, թույլ կտա թե ոչ այդ ուժերին քաղաքական մտնեն ազգային ժողով, միևնույն ժամանակ պարզ չէ Մոսկվայի դիրքորոշումը ցույցերի հետ կապված, այսինքն փողոցային պայքարի, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը պատրաստվում է լրջագույն տնտեսական ճնշումներ Հայաստանի վրա կիրառել, այդ թվում դա մեծ հավանականությամբ ներառելու է նաև գազը։ Բացի դրանից այսօր Լավրովը խոսել է նրա մասին, որ կտրուկ հարցը դրված է Հայաստանի ԵԱՏՄ-ում անդամակցության, այսինքն այդ հարցը նաև շտապ օրակարգային են դնում եւ զուգահեռ դրա պետք է նաև արձանագրել, որ Ռուսաստանը արդեն դիմում է սադրանքների, այսօր ռուսական գործակալներից մեկը, որը արդեն ուրեմն քննություն է իր դեմ եւ բացվել, գործ է հարուցվել իր դեմ, Միկա Բադալյանը հայտարարել է, տեղակայել է իր էջի վրա, որ Գյումրիում ինչ-որ մեկը ռուսական գերեզմանոց, ինչպես հասկանում եմ, երկրորդ համաշխարհային պատերազմին վերաբերվող ավերել է եւ այդտեղ օգտագործվում են բառեր, որ Հայաստանը իբրև դառնում է անտի-Ռոսիա եւ ռուսոֆոբներիով պետություն, սա այն թեզերն են, որոնք Ուկրաինայի դեպքում են օգտագործում, ընդ որում զարմանալի է, որ անտի-Ռոսիան նաև Հայաստանի դեպք են օգտագործում, որովհետև անտի-Ռոսիան նշանակում է, որ ժողովուրդը, բնակչությունը պետք է սլավոնական լինի։ Ուկրաինան սլավոնական ժողովուրդ է, ուստի այդ դեպքում տրամաբանական է այդ ասածը։ Հայաստանը առհասարակ տրամաբանական չէ այդ բառապաշարը օգտագործելը, եւ մենք հիշում ենք, որ Վլադիմիր Պուտինը ուկրաինական սցենարով է սպառնացի Հայաստանին, այսինքն վտանգը իրական է, վտանգը լուրջ է։ Ռուսաստանը կարող է ինչ-ինչ սադրանքների դիմել եւ հիմա իրանք մտածում են, թե ինչ քայլերի դիմեն։ Պարոն Թումասյան, տեսեք, ասվում էր, որ դեռ կանդրադառնանք Ռուսաստանի սպառնալիքներին, բայց ասում էր, որ ամսի 7-ից հետո ամեն ինչ դզվելու է, երբ որ Մոսկվան տեսնի Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, էլի գալու է կառուցողական դաշտ, էլի առևտուր լինելու է, երկխոսություն է լինելու։ Ինչու է հիմա կանխատեսվում ճնշումների ուժգնացում։ Առաջին ասեմ, որ ճնշումները ամեն դեպքում կանխատեսելի էր, բայց դա կախված էր նաև այն մանդատից, որը կստանար քաղաքացիական պայմանագիրը։ Ցավոք, մանդատը այնքան հզոր չէ, ինչպես ակնկալվում եւ սպասվում էր։ Նկատի ունեմ սահմանադրական մեծամասնություն։ Ռուսաստանը փորձելու է դա օգտագործել։ Ընդ որում նաև ակնկալիքներից առնվազն իմ եւ շատերի ակնկալիքներից ավել էր ռուսական գործակալական եռագլուխ կուսակցության համար քվեն 38%-ը, որը նաև իրենց տվեց ինչ-ինչ հույսեր, այդ թվում Կրեմլին։ Իհարկե դա կաշառքի, իհարկե դա արտասահմանից բերված մարդկանց նաև ներդրումով է, բայց փաստը մնում է փաստ, որ 38%-ը բավականին լուրջ ահռելի թիվ է, որը վտանգ է պարունակում պետականությանը։ Եվ Ռուսաստանը այդ նպատակով պատրաստվում է օգտագործել թուլություններ, այսինքն Նարեկ Կարապետյանը բացահայտ ասաց, որ իրանք սպասելու են պահը գտնեն, հարմար պահը, Ռուսաստանը ապահովելու է այդ հարմար պահը, տնտեսական ճնշումներով առնվազն եւ քաղաքական ճնշումներով նաեւ։ Բացառված էլ չի ռազմական։ Ինչ ռազմական։ Դե վտանգները տարբեր կարող են լինել, առաջինը սկսած ռազմակայանից զենք մատակարարելու հարցը, խոսքին ցուցարարներին, մենք հոկտեմբերի 27 անցած ազգ ենք եւ պետք է նաեւ գիտակցենք, որ կա այդպիսի վտանգներ
Ինչպես նաև ուկրաինական սցենարով Վլադիմիր Պուտինը մեզ որ սպառնում է, ինչպիսին է ուկրաինական սցենարը։ Ես չեմ ուզում իհարկե հանրությանը այսպես վախի մթնոլորտ ձևավորեմ, բայց մյուս կողմից սթափ պատասխանատվություն եմ զգում իհարկե, որ շատ սթափ ասեմ, որ այո, վտանգը իրական է, Ռուսաստանը կարող է դիմել ինչ-ինչ ռազմական սադրանքների Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետև Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի Հայաստանը վերահսկելը։ Իրան չի հետաքրքրում ոչ Հայաստանում ժողովրդի կարծիքը, ոչ Հայաստանում ընտրությունները կամ իր արդյունքները, Ռուսաստանին պետք է Հայաստանը վերահսկել։ Ռազմաբազայի հետ կապված ամսի 4-ից ընդունվել է Ռուսաստանում ուժի մեջ է մտել մի օրենք, որ Վլադիմիր Պուտինը կարող է արտասահմանում օգտագործել ռուսական զինուժը, բայց եթե իր քաղաքացիներին վտանգ է սպառնում։ Այս սցենարը Հայաստանի պարագայում դիտարկելի է, թե ոչ։ Դե հանգիստ կարող է Ռուսաստանը կազմակերպել հարձակումներ իր քաղաքացիների վրա, ասել, որ սա հայերն են արել, այնա Միկա բադալյանները, որոնք հայության հետ զրո կապ ունեն, արդեն ռուսոֆոբիա բառն են օգտագործում, ես օրերս Երևանում էի, բավականին շատ են ռուս քաղաքացիները, այսինքն Ռուսաստանից մարդիկ ակնհայտ Երևանում, դա շատ է զգացվում, ռուսերեն խոսող եւ ծագումով Ռուսաստանից, այսինքն այդ ամենի ֆոնին հայտարարել ռուսոֆոբիայի մասին, սա ուղղակի անհեթեթություն է, բայց Ռուսաստանին պատճառ պետք չի։ Իրանց ինչ որ մի պատրվակ է պետք, որ կարողանան օգտագործել Հայաստանի դեմ, ուստի այո, կարող են նաև Հայաստանին մեղադրել Ռուսաստանի քաղաքացիների դեմ ինչ որ քայլերում եւ այդ նպատակով գնալ սադրանքի սցենարով։ Ինչքանով է հավանական, որ փողոցային գործողությունների ականատես կլինենք։ Ցածր է հավանականությունը։ Ինչու՞, բայց 500,000 մարդ քվե ա տվել այդ ուժերին եւ կես միլիոնից գոնե 100,000-ը դուրս չի գա փողոց։ Խնդիրը հենց դրանում է, որ քվեարկած քաղաքացիների մեծ մասը իրանք քվեարկել են տնտեսական շահի նպատակով, Սամվել Կարապետյանի հետ կապված, կամ ապագայի խոստումների առումով, կամ ակտեն խոստումների եւ առաջարկությունների եւ կաշառքի դիմաց 80-ից 90,000 Ռուսաստանից է եկել, մի այդքան էլ 80-ից 90,000 նաև Ղարաբաղի մեր քույրեր եւ եղբայրներն իրանցից մի մասը նաև քվեարկել կարող էր եւ այդտեղ էլ տարբեր թեզեր են օգտագործվել, տարբեր միջոցներ, չմոռանանք, հա, Ռուսաստանը առանձին իրանց դիտարկում է, առանձին է իրանց հետ փորձում աշխատել։ Արտասահմանից եկած արդեն ասացի, այդ ռուսական գործարանների բիզնեսի հետ կապված մարդիկ եւ այլն, այսինքն իրականում փողոցային պայքար լինում է այն դեպքում, երբ այդ մարդիկ համոզված են, որ իրանք մեծամասնություն են եւ զուգահեռ դրա իրանց աջակցությունը պետք է լինի ոչ թե ֆինանսական անձնական շահից ելնելով, այլ շատ խորը այսպիսի գաղափարներով։ Այդ գաղափարը ինչպես խոսքին դա Վրաստանում է։ Ժողովրդավարության եվրոպական գաղափարների պատճառով մարդիկ ցույցի են դուրս գալի ամիսներ շարունակ եւ տարիներ արդեն ցույցի են դուրս գալի։ Ես չեմ ակնկալում դա, որովհետեւ այդտեղ գաղափարը չկա։ Ինչ գաղափար էլ եղել է, գաղափարները կեղծ են։ Հերո չգնամ, օրերս ես գալով Հայաստան եւ հետ գալով հատուկ անցել եմ Տավուշով, Կիրանցով եւ Տավուշը հանուն Հայաստանի հայրենիքի այդ շարժումը քաղաքացի Բագրատ Գալստանյանի, որ Կիրանցը հանձնում են, փաստացի իրականությունը այն է, որ Կիրանցը Տավուշի ամենաանվտանգ, ամենածաղկող, զարգացող
յուղերից մեկն է այս պայծրությամբ, որևէ բան չեն հանձնի, հակառակը շատ ավելի բարեկեցիկ իրավիճակ է այդտեղ։ Իհարկե, այդպիսի կեղծ թեզերի վրա երբ հիմնվում է փողոցային պայքարը, իսկ Գալստանյանը հենց դա էր փորձում, վերջ առաջ մարդիկ համոզվում են, որ դա չի աշխատում։ Ուստի իրանց փողոցային պայքարը, եթե նույնիսկ լինի, կլինի բավականին սահմանափակ։ Այստեղից է գալի, որ ես ասում եմ, կա վտանգ, որ իրանց կարող են զենք մատակարարել, որ իրանք դիմեն հոկտեմբերի 27-ի սցենարին, փողոցային պայքարի սցենարի փոխարեն։ Ճիշտ է, իրանք էլ են հասկանում, որ ուրեմն ծանր հետևանքներ են ունենալու, շատ ծանր, եւ ինչպես ասվում է, ասֆալտ ուտելով բանտում են հայտնվելու իրականում, այլ ոչ թե ինչ որ հեղաշրջում կամ պետական հեղաշրջում եւ այլ կազմակերպել։ Շատ լավ իրանք դա էլ են գիտակցում, ուստի ենթադրում եմ, որ հավանականությունը ցածր է, որ այդ սադրանքին գնան։ Եվ Մոսկվայի հայտարարությունները ինչ հետևանքներ կունենան ընտրություններից հետո մենք լսեցինք, որ Մոսկվան կսպասի վերջնական արդյունքներին, Պեսկովը հայտարարեց, արտգործնախարարության ներկայացուցիչ Զախարովան համարեց ոչ ժողովրդավար, Լավրովից էլ արդեն լսում ենք, որ պետք է արագացնել ԵԱՏՄ թե ԵՄ։ Այս ինչ գործընթացներ մենք կարող ենք տեսնել, պարոն Թոմասյան, տնտեսության հետ կապված, ընդհանուր հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, բացի այն, որ Ռուսաստան օրինակ ենթադրյալ աջակցություն ցույց կտա փողոցային պայքարին։ Ռուսաստանը կարող է ամբողջությամբ Հայաստանի տնտեսության ուղղությամբ մատակարարումները փակել, ինչպես դեպի Ռուսաստան, այսինքն արտահանում Հայաստանից, այդպես էլ ներկրումը Հայաստան գազի այդ թվում ամենավատ ժամանակահատվածում կարող է դա անել, նավթամթերքի, պարենի հետ կապված։ Հայաստանը պետք է փնտրի եւ արդեն զբաղված ենք բոլորս դրանով, տարբեր ուղղությամբ, նոր շուկաներ, նոր ճանապարհներ, ապաշրջափակում, Եվրոպական միությունը փաստացի իր դռները բացեց եւ մաքսային այդ սահմանափակումները հանեց Հայաստանից, դա աննկարագրելի կարևոր քայլ էր, զուգահեռ դրա Թուրքիայի հետ սահմանի առումով արդեն առաջընթացի հիմքեր կա Գյումրի-Կարս երկաթուղու ուղղությամբ։ Սա այս ամենը պետք է արվի, Հայաստանը ունի ինքնիշխանություն որևէ մեկին հանձնելու։ Բայց այդ քիչ ծավալի արտահանումները Եվրոպա ըստ ձեզ կլուծի խնդիրը Հայաստանի տնտեսության։ Այսինքն քիչ ծավալի այս պայդրությամբ է, բայց մի քանի շաբաթ առաջ առհասարակ շատ ավելի քիչ ծավալի էր։ Այդ ծավալը կաճի, Եվրոպան Ռուսաստանից 10 անգամ, Եվրոպական միությունը միայն Ռուսաստանից 10 անգամ ավելի հարուստ, 10 անգամ հնան է ավելի շատ, դա չի նշանակում, որ 10 անգամ հարուստ են, շատ ավելի հարուստ են իրականում, 500 միլիոնանոց աշխարհի ամենալավ շուկաներից մեկն է։ Նարեկ, ի վերջո չմոռանաս, որ շատ կարևոր է դա նշել, որ Ռուսաստանի համար էր եվրոպական շուկան մի քանի տարի առաջ շատ եւ շատ հետաքրքիր, ամենալավ շուկան, որտեղ Ռուսաստանը արտահանում էր շատ եւ շատ բան։ Այսինքն պատկերացումներ եվրոպական շուկայի առումով, որ ինքը ունակ չէ գնել մեր ապրանքները, դա շատ սխալ պատկերացումներ են։ Հակառակը Եվրոպական միությունը շատ հեշտությամբ կարող է Հայաստանի պես փոքր տնտեսությունը ինտեգրել։ Եվ երեք ընդդիմադիր հիմնական ուժերը պետք է ձեզ վերցնեն մանդատները, թե ոչ, որովհետև նշվում է, ասում են չպետք է վերցնեք, կգնաք Նիկոլ Փաշինյանի մոտ 5 տարի ընդդիմություն կաշխատեք եւ ինչպես այս գործող ընդդիմություններ, ինչպես քննադատներն են ասում, բոքսի տանձի կաշխատում, այնպես էլ դուք կաշխատեք, որը պետք է լինի ձեզ նրանց որոշումը։ Չգիտեք, ես խորհուրդ չեմ կարող տամ այդ ուժերին, որովհետեւ ես իրանց չեմ համարում ազգային ուժ, ուրեմն ազգային ժողովում ես իրանց տեղը անկեղծ ասած չեմ տեսնում։ Ես համարում եմ, որ դա օտար գործակալական ցանց է, որը կարողացել է ահռելի ֆինանսական կապիտալի միջոցով ազդել ընտրությունների վրա եւ իրան դրսեւորել ինչպես գլխավոր ընդդիմադիր ուժ հենց ֆինանսական
միջոցների շնորհիվ երեք օլիգարխի կուսակցությունների մասն է խոսքը գնում։ Սամվել Կարապետյան օլիգարխ, Լևոն ուրեմն Ռոբերտ Քոչարյան օլիգարխ եւ Գագիկ Ծառուկյան օլիգարխ։ Իրանց ամբողջ էությունը գումարի մասին է։ Գաղափարի առումով այդտեղ դաշնակցությունը կա, բայց դաշնակցությունը նույնիսկ իր սեփական անունով չի մասնակցում ընտրություններում, այսպիսի ծանր է վարկանիշը դաշնակցության Հայաստանում։ Ուստի գաղափար այդտեղ չկա, իսկ դաշնակցության գաղափարը առանձին թեմա է, որ իրանք ազատության գաղափարի ներքո KGB-ին ծառայելու գաղափար են իրականում ներկայացնում։ Պարոն Թովմասյան, այնուհանդերձ իշխանությունն էլ հաղթող դուրս չեկավ, որովհետև նրանք ձգտում էին սահմանադրական մեծամասնության, բայց հազիվ 3/3 հարց են կարողանալու լուծել։ Հաղթող դուրս եկավ, ուղղակի հաղթանակը այնպիսի չէ, ինչպիսին ակնկալվում էր։ Եվ պետք է արձանագրել մի քանի բան։ Առաջինը, որ շատ մեծ ազդեցություն է ունեցել այս ընտրությունների վրա արտաքին պետությունը, Ռուսաստանը, իր տնտեսական ճնշումների հետևանքով, չմոռանանք Հայաստանի բնակչության մեծ մասը գյուղատնտեսական ոլորտում է, իսկ գյուղատնտեսական ոլորտը անմիջապես կապ ունի Ռուսաստան արտահանումների հետ, որովհետև 90-ից ավելի տոկոսը գյուղատնտեսության Հայաստանի գնում է Ռուսաստան, արտահանման նկատի ունեմ։ Ուստի Ռուսաստանի սահմանափակումները անմիջապես վերաբերվեցին մի շարք քաղաքացիների։ Բացի դրանից ահռելի էր պրոպագանդան, քարոզը, բավականին ռադիկալ եւ բավականին կտրուկ, ինչպիսին էր խոսքին այդ ադրբեջանցի թեզը, Արարատի, Ղարաբաղի, այսինքն բավականին սենսիտիվ հարցեր։ Առանձին կտրիչ Ներսյանը իր ներդրումն է ունեցել այս ամեն ինչի մեջ։ Եվ Ռուսաստանից եկած քաղաքացիները իր ներդրումը ունեցան։ Ռուսաստանի կողմից հայ ազգին դավաճանելը եւ Ղարաբաղի հայաթափումը նաեւ բացասական ազդեց իշխանության վարկանիշի վրա, որը տեղի էր ունեցել։ Ջերմուկի վրա հարձակումը, որտեղ որ Ռուսաստանը իր պարտականությունները չկատարեց, նաեւ իր վարկանիշի վրա ազդել է իշխանության։ Այսինքն բավականին շատ բան է ազդել, որի հետևանքով այս արդյունքը, ասեմ ձեզ, որ այս արդյունքով Ռուսաստանը գոհ չէ եւ դա շատ բանի մասին է խոսում։ Ավելին էին ակնկալում։ Մենք էլ ենք ավելին ակնկալում, բայց ունենք ինչ ունենք։ Տեսեք, այնուհանդերձ ըստ Նիկոլ Փաշինյանի այս իրավիճակում էլ է պատերազմ լինելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինչ էր ասում, ասում էր, եթե այդ երեք ուժերից որևէ մեկը կամ միասին գան իշխանության պատերազմ է լինելու, եւ եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չկազմի, ասում է, չեմ ասում մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն չկազմի, պատերազմ է լինելու։ Հիմա ըստ էության Սամվել Կարապետյանը, Քոչարյանը, Ծառուկյանը չեկան իշխանության, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության եւ էլի պատերազմ է լինելու։ Ես կարծում եմ, որ պարոն վարչապետի թույլ կողմերից մեկը այն է, որ ինքը անում է հայտարարություններ, որոնք մեկ-մեկ, որոնք համատեքստից դուրս են, որոնք հավելյալ պարզաբանումներ են պահանջում եւ այդ հայտարարությունները այդքան էլ ճշգրիտ չեն, խոսքին ինչպիսին հիմա ներկայացրեցի։ Որովհետեւ այդտեղ ենթադրում եմ նկատի ունել այն, որ պատերազմի հավանականությունը աճում է, եթե մենք չենք ստորագրում խաղաղության փաստաթուղթ, սկարանց սահմանադրական մեծամասնության խաղաղության փաստաթուղթ ստորագրելը շատ ավելի բարդ է։ Բայց ինչքանով գիտեմ, կա ուրիշ այլընտրանքային ճանապարհ սահմանադրական փոփոխություններ կատարելու համար եւ հանրաքվե նշանակելու համար, այսինքն այդ հայտարարությունը այդքան էլ զգուշ եւ հավասարակշռված վիճակում չէր արված, ես
ենթադրում եմ, որ պարոն վարչապետը ինքը պետք է պարզաբանի իր խոսքերը, որովհետև որևէ մեկը իր խոսքերի համար պատասխանատու չի կարող լինել բացի իրանից, եւ պարզաբանի, որովհետև այո, անտրամաբանական է հիմա ստացվում այդ կոնկրետ հայտարարությունը, բայց գիտեք, մենք պետք է նաեւ հաշվի առնենք, որ մարդիկ մեկ-մեկ մի բան ասում են, բայց ուրիշ բան նկատի ունեն։ Դա լինում է, որովհետև լեզուն ի վերջո իդեալական միջոց չէ մարդկանց միջև շփվելու եւ մեկ-մեկ սխալ բառեր ենք օգտագործում, սխալ բովանդակություն ենք տալիս, սխալ ենք ընկալում ուրիշի ասածը։ Ի վերջո դա բավականին նորմալ բան է ամեն օրվա շփումների մեջ, բայց երբ դա արվում է վարչապետի կողմից, բայց ինքն էլ է մարդ, չէ, ապա դա բերում է նրան, որ այդ բառերի կշիռը շատ ավելի մեծ է, քան հասարակ մեր ամենօրյա կյանքում որևէ սխալ բառ կամ բառապաշար օգտագործելը։ Այսինքն հիմա կլինեն լուրջ հետևանքներ, թե ոչ։ Իհարկե Ադրբեջանը մի կողմից կարա այդ թեզը փորձել օգտագործել, որ ձգձգի գործընթաց է, բայց ես չեմ կարծում, որ եւ ես այդ եմ առաջարկելու նաեւ Ադրբեջանին տարբեր միջոցներով, հաճախ հարցազրույցներ եմ խոսքին տալի դրա միջոցով, որ Ադրբեջանը ուշադրություն դարձնի իրական խաղաղության գործընթացին, իրական սահմանազատում, սահմանագծում տեղի ունենա, իրական անցակետերի բացումներ տեղի ունենա, իրականում տեղի ունենա քաղաքացիական հասարակության շփումներ, տեղի ունենա երկաթուղու եւ ուրիշ ծրագրերի բացում, թրիփ ծրագրի բացում եւ փաստացի իրական խաղաղությունը շատ ավելի կարեւոր է, քան փաստաթղթային խաղաղությունը։ Փաստաթղթային խաղաղությունն էլ կհասնենք, բայց իրական խաղաղությունը էլ ավելի կարևոր բան է, որովհետեւ ես կարծում եմ, որ նույնիսկ այս համատեքստում հիմա ընտրությունների շատ քաղաքացիներ խաղաղություն թեզը միջևեր չընկալեցին, որովհետև կարծես մենք ուղղակի պատերազմի բացակայության իրավիճակում ենք ապրում, բայց միջևերջ կարծես հավատք խաղաղության այս պահին հանրությունում չկա, որովհետև շատ ավելի շատ բան է հանրությունը ենթադրում եմ ակնկալում, որ տեղի ունենա, որ նրանից հետո համոզվի, որ խաղաղությունը արդեն իրողություն է Ադրբեջանի հետ եւ դա ավելին է, քան պատերազմի բացակայություն։ Պարոն Թովմասյան, Թրամփն է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրությունների գրանցած արդյունքները համարելով համոզիչ հաղթանակ եւ նշել է ես շատ հպարտ էի աջակցելու նրա վերընտրվելու հարցում եւ կասկած չունեմ, որ նրա առաջնորդությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության եւ հաջողության այնպիսի մակարդակի, որոնք կգերազանցեն բոլորի ամենահամարձակ սպասելիքները։ Այս մի քանի տողանոց շնորհավորանքի մեջ այս Թրամփի հպարտությունն է ուշագրավ, որ աջակցել է Փաշինյանին վերընտրվել, այդքան ասում են արտաքին միջամտություն, Վլադիմիր Պուտին, Լավրով, Զախարովա, բայց Թրամփի միջամտությունը մտահոգիչ չէ։ Դուք որևէ սպառնալիք Թրամփից տեսել եք, որևէ տեղ Թրամփը ասել է ինչ որ սցենար, ոնց որ Վլադիմիր Պուտինը ասեց ուկրաինական սցենար, այսինքն պատերազմ, Թրամփը որևէ տեղ ասել է, որ ուրեմն ինչ որ հետևանքներ կլինի Հայաստանի համար, եթե հրաժարվի Հայաստանը այսինքն սպառնացել է Հայաստանից, եթե Հայաստանը ուրիշ որևէ մեկին ընտրի։ Ոչ իհարկե։ Այսինքն արտաքին միջամտություն նշանակում է հենց միջամտությունը։ Թրամփը որևէ մեկին ուղարկել է Հայաստան ընտրվելու համար, Թրամփը որևէ մեկին աջակցելու համար ինչ որ ճնշումներ է Հայաստանի վրա գործադրել։ Ոչ իհարկե։ Տարբերությունը էական է, կտրուկ է, եւ ուստի այո, Միացյալ Նահանգները աջակցում են TRIP ծրագրին, աջակցում են վարչապետ Փաշինյանին, ում հետ որ ստորագրել են այդ ծրագիրը։ Տրամաբանական է։ Եվրոպական միությունը նաեւ, որտեղ վարչապետ Փաշինյանը ժողովրդավար առաջնորդ է, բայց չպետք է աջակցեն։ Ո՞ւմ պետք է աջակցեն։ Սամվել Կարապետյանին, որի վրա Վլադիմիր Պուտինը ասում է, ի վերջո, թող հայ ժողովուրդը որոշի, Թրամփը աջակցում է Փաշինյանին եւ որոշել է արդեն։
Պուտինը աջակցում է Կարապետյանին։ Թող հայ ժողովուրդը որոշի ինքը ում է վստահում։ Տրամփին թե Պուտինին։ Տրիփ է ուզում, թե նոյեմբերի 9-ի 9-րդ կետ։ Ժողովուրդը պետք է որոշի եւ որոշել է արդեն մի քանի օր առաջ ընտրություններով։ Ամենալեգիտիմը դա է։ Դրանից ավելի լեգիտիմ որևէ բան չկա։ Ոչ մեկ չկարող ժողովրդի անունից խոսել, ընտրություններն է դրա արտացոլումը։ Ընտրեց ժողովուրդը, ցույց տվեց ժողովուրդը, որ ուղին է ցանկալի։ Վերջ, մենք հիմք ենք, ինչպես հիմք ենք օգտագործում արդեն ժողովրդի քվեն, որովհետև ուրիշ որևէ իրական միջոցներ չկա, որ ասես ժողովուրդը ինչ է մտածում։ Թրամփի միջամտությունը ինչպես է եղել։ Որտեղ է Աջակցությունը ավելի ճիշտ, ինքը աջակցություն է ասում, աջակցությունը Տրամփը ինչպես բառացի ասաց, որ ես աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին։ ինչպես է եղել այդ աջակցությունը։ Գրառում է արել։ Չէ, նկատի ունեմ, բացի գրել է նաև գործողություն է, չէ՞ եղել այդ։ Գործողություն չի արել, ոչ։ Ինչ գործողություն։ Տրիփը ստորագրված է Հայաստանի Հանրապետության հետ 100 տարով, 50 եւ հետո էլի 50։ Այսինքն ով էլ լիներ վարչապետ, պետքա տրիփից հրաժարվեր, որովհետեւ արդեն ստորագրված է։ Ռազմավարական փաստաթուղթը Ամերիկան կնքել է Հայաստանի հետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ։ Ամերիկան Ռուսաստան չէ, որ ասի մեզ երկրի առաջնորդը դուր է գալի, թե դուր չէ գալի, ըստ դրա կայացնի որոշումներ են։ Ռոբերտ Քոչարյանի պատմությունը չի էլի, որ ասում է ես որ լինեի նախագահ վարչապետ, կզանգեի Մոսկվա կլուծեի։ Իսկ Փաշինյանը որ զանգում է, չի կարող լուծել, որովհետև անձնական ինչ որ սիմպատիաների անձնական ինչ որ հարցեր են։ Փաստաթուղթ կա, ինչ է նշանակում անձը։ Ինչ է նշանակում անձը։ Փաստաթղթեր կան, եթե փաստաթղթերով չեն կառավարվում, ապա այսօր Թրամփը կա, վաղը չի լինի, այսօր Փաշինյանը կա, վաղը ուրիշ մարդ կլինի ղեկավար Հայաստանի եւ Ամերիկայի փաստաթղթերը դրանից վերանայելը պետք կամ ուժեն կորցնում, ոչ։ Խնդիրը հենց դրանում է, որ Ռուսաստանի դեպքում դա այդպես է, եթե Քոչարյանը չի ղեկավարում Հայաստանը, ուրեմն փաստաթղթերը չեն գործում, մենք գերի ենք, որ Քոչարյանը անպայման պետք է մեզ ղեկավարի։ Իդեպ Քոչարյանը բողոքում է ճնշումներից, կեղծիքներից, ոչ ժողովրդավար անցկացված ընտրություններից, ինչպես կմեկնաբանեք, դուք ասում եք, որ համատարած ընդդիմությունը ենթարկվել է ճնշումների։ Մեկնաբանելը պետք իրոք 10%-ը ամենալավ մեկնաբանությունն է այդ ռոպագանդայի, այդ գումարների, այդ ազդեցության հետևանքով։ Որևէ բան մեկնաբանել պետք չի։ Մի բան կարելի է պարզ ասել, որ ժողովուրդը մեղադրում է քաղաքացիական պայմանագրին, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ նստած չի։ Որտեվ մարտի 1-ով կա միեդի որոշում, որը ասում է, որ 10 հոգի Ռոբերտ Քոչարյանի ժամանակ պետությունը իրենց կյանքի իրավունքը խախտել է։ Ով է պատասխանատու այդ որոշման համար։ Ռոբերտ Քոչարյանը, պետության ղեկավարը։ Վերջ։ Եվ այդ գործը պետք է միջևերջ գնա, ինչպես նաև հոկտեմբերի 27-ը բացահայտվի եւ մեծ խոսալու փոխարեն թող պատրաստվի նրա համար, որ ես համոզված եմ շուտով այդ գործերը առաջընթաց կունենան։ Դե հիմա իրենց բողոքը դա է, ասում են, որ եթե իրենց նշած միջամտությունները չլիներ իշխանության կողմից, մենք ավելի շատ քվեներ կստանանք։ Սամվել Կարապետյանի թիմից ասում էին իշխող ուժի առաջնորդ այսօր Սամվել Կարապետյանը կլիներ։ Դե գիտեք, ամենահետաքրքիրը այն է, որ իրանք փաստացի միջև ընտրություններ նաև հորինված կառավարության նիստեր էին կազմակերպում, հիմա էլ արդեն խոսում են կլիներ, այսպես կլիներ, այնպես կլիներ, կարող են շարունակել իրենց հորինված կառավարության նիստերը կազմակերպել։ Հիշում եք, միջև ընտրություններ ասում էին, իրենց հարց էին տալի, բա քաղաքացիությունը կլքի ռուսական Սամվել Կարապետյանը, որ ընտրություններից հետո եւ որ պարտվի այդ դեպքում էլ կլքի։ Նարեկ Կարապետյանը մեկ հարցի չկարողացավ պատասխանել։ Պարտվելու դեպքում ինչ են անելու, որ միայն հաղթում էին։ Դե տեսանք այդքան կաշառքի հետևանքով, ընդ որում այսօր տեսա, որ քննչական կոմիտեն ասում է կաշառքի համար ձերբակալված անձանցից ոչ մեկը չի հերքում կաշառք վերցնելը եւ տալը։ Ոչ մեկը։ Այսինքն
ամբողջ իրաց թեզը, որ դա իբրև իշխանությունների կողմից հորինված բաներ են, ուղղակի կեղծ է։ Եվ դա նշանակում է, որ այդ կաշառքի հետևանքով 23%, եւս մեկ անգամ, իրանց գլխավոր ռեսուրսը փողն է։ Ես ցավում եմ, որ այս ընտրություններում մասնակցում էր փողը։ Որովհետև Սամվել Կարապետյանը ինչ գաղափարներ ուներ 300,000 ադրբեջանցիքից մասին վախեցնելուց զատ եւ 300,000 աշխատատեղ ստեղծելու զատ գեղեցիկ այդպիսի առաջարկներից ուրիշ ինչ քաղաքական հիմք ունի առասարակ Սամվել Կարապետյանը ուր պետության կառավարումը ուր եւ ինչի ստացան 23%, որովհետեւ ունեին այդքան գրասենյակ, այդքան ակտիվիստ, այդքան ԶԼՄ, այդքան գովազդ եւ այդ ամենը մի բառով է արտացոլվում գումար, ուրիշ բան իրանք չունեն, գումարի շնորհիվ էր այն ամենը ինչ իրանք արեցին եւ ես ցավում եմ, որ Հայաստանի ընտրություններում գումարներ որոշում շատ եւ շատ հարց։ Շնորհակալություն, պարոն Թումասյան, հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։